Նախ ցանկանում ենք, որ 1 րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը։ Մեր հասարակությանը մատուցվել է անկեղծ պատրանքը, որ իդեմս Ռուսաստանից Հայաստանն ունի հզոր դաշնակից։ Ռուսաստանը նաև Մինսկի խմբի անդամ է, ըստ որի նա իրավասություն չուներ խաղաղությունը խաթարող նման հանցավոր քայլեր իրականացնել։ Հայաստանը դարձել է չկայացող կայսրության ստի ու կեղծիքի ֆորպոստ պոլիգոն։ Մենք այլևս վեր թույլ չենք տա, մենք այլևս կորսելու բան չունենք, եւ մենք մի դաշնակից ունենք։ Դա հայ զինվորն է։ Մեր հույսը մեր զինվորն է։ Մեր հույսը մեր զինվորն է։ Մեր հույսը մեր զինվորն է։ Ռուսական խաղապահ զորքեր, դա նշանակում է զինված բերմյակովներ Հայաստանում։ Ոչ ոք չի ցանկանում պատերազմ, սակայն ստեղծվում են իրավիճակներ, Ռուսաստանը շարունակում է զենք զինել Ադրբեջանին։ Հարգելիներ, մեր դաշնակցի վաճառած զենքով մենք կորցնում ենք Քաջարի զինվորներ, հայրենիներ, ամբողջ ժողովուրդը։ Երբ ես ընթացիկ նկարներ եմ ուղարկում, լավ, ոչինչ, ու չեմ կարել։ Երբ ես ընթացիկ նկարներ։ Քեզ ման են գարի։ Կամ դաշնակից ես, կամ հեռացի, կամ դաշնակից ես, կամ հեռացի, կամ դաշնակից ես, կամ հեռացի։ Ոչ ռուս թուրքական բավադրությանը, ոչ ռուս թուրքական բավադրությանը, ոչ ռուս թուրքական բավադրությանը։ Վարչապետը մեր ռազմական թշնամիներին զինող և զինելու մտադրություն հայտնող պետության վարչապետի հետ այդպես ժպտում է, ապա կարող է մնալ այդ պետությունում և հետ չգալ այսօր Երևան։ Մենք ենք տերը Արցախի, մենք ենք տերը Արցախի, մենք ենք տերը Արցախի, մենք ենք տերը Արցախի։ Որոշողը մենք ենք, որոշողը մենք ենք։ Ատենց ես թանյակի մահենից, մենք երջեն իմիվից, ալիվնողացան Շանուշ խվորացան։ Կարող ենք։ Կարող եք, բայց սա արդեն
Ինքը չի անցնում։ Բարոն ոստիկան ուշ մի կիրառի։ Ձեռս չեմ տվայ։ Բարի կողմից։ Այո, պետք է մեկը Սպասեք, մի վարքյան։ Ես շանի մամանեմ ունդեղ պետք է։ Ձեր կազմակերպիչների հետ պարզեք, եթե կորոշեք դուք այնտեղ լինեք։ Ես ունդեղ կողմ։ Շայինը կարող է 100 բարեկամ ունենա, դա չի Բոլորն են այնտեղ պետք է։ Ես չէ, ստաում եք, չէ։ Մեր կազմակերպիչներն են ոսում։ Հիմա ձեր հավանումը ձեզ Ցենտրում եմ մի փոքր հետ գնացի։ Դնակողն եք մի քան տարեք հետ գնացի։ Ելեք էքստե վերակարգի։ Սա այն 30 արծաթն է, որը հասանելի Դա կա տանցի Ռուսաստանը։ Հետ գնացեք, հարգելի լրագրողներ, հետ գնացեք։ Անկախ Հայաստանը զավթված է կարմիր բանակով։ Հալի առաջ ասում պարոն կապիտան, քալեք խնդրի ժողովրդի քալեք արա, հետ գնացեք։ Պարոն մայոր, խնդրի ժողովրդին հետ գնացեք։ Ձեր աշխատողների Դրա համար խնդրում եմ լրություն, շուրջ 2 տասնամյակ Հայաստանի և Արցախի հասարակության մեջ կեղծ բազմաց հետևավորվել, որի դեմս Ռուսաստանի, Հայաստանն ունի հզոր դաշնակից, որը մեր անվտանգության երաշխավորն է։ Ուղղահայաց և հորիզոնական իրականացված այս մահաբեր հրետոբանությունը իրականացվել է, օգտագործվելով քարոզչական բոլոր միջոցները։ Ինչպես Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նրանց տրուկ իշխանությունները Ռուսաստանի զենքի վաճառքը հիմնավորում են որպես բիզնես և դա նրանց բիզնես իրավունքն է։ Հիմա ես ասում եմ, ես ինքս ուզում եմ ներդրում ունենամ նրանց բիզնեսում և մեր մանրադրամները հետում եմ ուղղակի խոսք է տվել, որ պատասխան եմ տալու մեզ Սապլյակ անվանող Ռոգոզինին։ Հիմա ասում եմ, պսլիքը դու ես, Սապլյակը դու ես։ Գսիկ ես ագրեսիվ ես պարում չապերից մեջ չնա, տղա։ Կարաս Ադրբեջանի գնաս ասես առաջ չկա։ Մի հատ ներկայանես դու։ Ադրբեջան գնաս առաջ չկաս։ Դենսի երորդ մաշտի հրամանատար ավատ ոստիկանոց լեյտենանտ ես Միմիայն Ռուսաստանի շնորհիվ Ադրբեջանը զինվեց այնքան, որ որոշեց, որ կարող է ևս մեկ անգամ պատերազմը վերսկսելու միգուցե հաղթանակով դուրս գալ։ Սպառազինությունների տարբերության մասին բլեֆը, թե իբր Ռուսաստանը մեզել է զինում, թե իբր Ռուսաստանը մեզել է զինամթերքներ վաճառում, այն էլ արտոնյալ պայմաններով։ Սուտ է! Հոդս ցնդեց այն բանից հետո, երբ պարզեց, որ մեր տղաները 8
80-ականների նռնականետներով են ռուսական նոր ուղղաթիռներ խոցում։ Երբ պարզվեց, որ 80-ականների հակատանկային հրթիռներով են ստիպված նորագույն տանկեր խոցել եւ դա արեցին։ Եվ դա արեցի պատով, ես ուզում եմ մենք ուղղակի տափահարենք բոլոր նրանց։